Հայկական վերածնունդ կուսակցության ներկայացուցիչները վստահ են երկրի զարգացման բանալին տնտեսության ու գյուղատնտեսության զարգացումն է։ Դա է պատճառը, որ 30 կետից բաղկացած նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացված հատկապես գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող փոփոխություններին, դեմքով դեպի գյուղացին։ Հաղթանակի դեպքում հայկական վերածնունդն աշխատելու է այս սկզբունքով։ Մենք առաջարկում ենք գյուղատնտեսությանը պետական աջակցություն եւ պետությունը պետք է սուբսիդավորի, որպեսզի աղետի ժամանակ ուրեմն գյուղացին ստանա երաշխավորված օգնություն։ Գյուղացու աշխատանքն ավելի հեշտացնելու եւ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հայկական վերածնունդն առաջարկում է նաեւ ստեղծել ժամանակակից գյուղտեխնիկայով հագեցված կենտրոններ, որոնք կնպաստեն գյուղացիական կոոպերատիվների զարգացմանը։ Մենք առաջարկում ենք գյուղատնտեսության ոլորտում ընտանեկան բիզնեսի զարգացում։ Մեր ներկայացրած ծրագիրը խիստ իրատեսական է, խիստ փաստարկված է, այն խարսված է մեր երկրում առկա խնդիրների գույքագրման, դրանց հստակ լուծումներ տալու մեր մտահոգության վրա։ Ապրիլի 2-ին իրենց քաղաքական ուժի հաղթանակի դեպքում հայկական վերածնունդը խոստանում է հաջորդ օրվանից սկսած լուծել գյուղաբնակ կանանց աշխատանքային ստաժի խնդիրը։ Սեփական հող ունեցող ու դրա համար հարկ վճարող գյուղացու աշխատանքը ըստ նրանց պետք է հաշվել որպես աշխատանքային ստաժ եւ դրա հիման վրա էլ հետագայում հաշվարկել նրանց կենսաթոշակը։ Մարիաննա Դանիելյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։